Ըստ խնդրի Արեգը պնդում է, որ հանելուկ երկիրն ունի 5 մարզ, որոնցից յուրաքանչյուրը հարևան է մյուս 3 մարզերի հետ։ Պահանջվում է գտնել կարող է արդյոք Արեգը լինել ճշտախոս։ Շատ լավ, որոշեցի Արեգի կատարած պնդումը, ահա այսպես ներկայացնել։ Դե հանելուկ երկիրն ունի 5 մարզ, մարզերը ուղղակի տառերով եմ նշանակել եւ յուրաքանչյուրը ինչ-որ կետ է։ Երբ մարզերը իրար հարևան լինեն, մենք ուղղակի հատվածով կմիացնենք այդ երկու մարզը եւ նշվում է, որ յուրաքանչյուր մարզ 3 այլ մարզերի հետ է հարևան։ Ինքն եկեք այստեղ նշենք այդ 3-ները։ Ահա, նույնիսկ այսպես փակագծի մեջ նշենք, որը ցույց կտա մեզ մոտ այդ մարզի հարևանների քանակը։ Շատ լավ։ Դե ինչ կարելի անել այս խնդրի լուծման համար, իհարկե ամենաառաջին քայլը, որ անում են նմանատիպ դեպքերում, օրինակ փնտրելն է։ Եկեք ուղղակի սկսենք օրինակ փնտրել, միացնելով տարբեր մարզեր իրար հետ, փորձենք յուրաքանչյուր մարզի համար ունենանք 3 հարևան մարզեր, ու հետո փորձենք հասկանալ ինչը այն չէ։ Այսինքն պատկերել ամեն դեպքում մեզ պետք է ամեն ինչ։ Ենթադրենք A մարզը հարևան է B մարզի հետ։ Ահա, արդեն մենք ունեցանք մի հարևան A-ի համար եւ նկատենք, որ մի հարևան էլ B-ի համար ստացվեց։ Հիմա ենթադրենք A-ն հարևան է նաեւ C-ի հետ եւ ենթադրենք մյուս հարևանն էլ E-ի հետ է։ Նկատենք, որ միանգամից մենք ունեցանք 4 տարբեր մարզեր, որոնցից յուրաքանչյուրը մի հարևան ձեռք բերեց։ Այսինքն ամեն մի հարևանության այսպիսի գիծ ավելացնում է յուրաքանչյուր հարևան մարզերին։ Շատ լավ, դե հիմա A-ի համար 3 հարևաններ ապահովեցինք, դիտարկենք B-ն։ B մարզի համար ինչ ունենք, նա A-ին է միացել, նրան եւս 2 հարևան է, պետք է որպեսզի ստացվի 3 հարևաններ։ Դե կարող ենք B-ն միացնել C-ին, նկատենք, որ C-ի մոտ արդեն 2 հարևան կա, եւ քանի որ D-ի մոտ չկա, եկեք միացնենք D-ին, որպես ինչ-որ ձև D-ն նույնպես կարողանանք ապահովել, ու ստացվեց, որ B-ն նույնպես 3 հարևան ունի, A-ից B-ից վերջացրինք, նրանցից ազատվեցինք արդեն, յուրաքանչյուրը 3 հարևան ունի, անցնենք C-ին, C-ն 2 հարևան ունի, ապահովենք C-ի 3-րդ հարևանին։ Դե կամ պետք է լինի Ե-ն, կամ պետք է լինի D-ն, որովհետև A եւ B մարզերից յուրաքանչյուրը արդեն 3 հարևան ունի առաջին, երկրորդ C-ն արդեն միացած է նրանցից յուրաքանչյուրին։ Ուստի երկու դեպքում էլ չի կարող երկրորդ անգամ միանալ կամ ավելացնել, էլի, եթե միացած էլ չլիներ, չէին կարող ավելացնել։ Շատ լավ, դե եկենք C-ն միացնենք օրինակ Ե-ին։ Ահա, հիմա ինչ ունենք, որ A, B, C մարզերից յուրաքանչյուրը 3 հարևան ունի, սակայն Ե մարզը ունի 2 հարևան, իսկ D մարզը 1 հարևան։ Դե Ե-ի 3-րդ հարևանը ինչպես կարելի է ձեռք բերել, քանի որ նա արդեն A-ի եւ C-ի հետ միացել է, B-ին միանալ չի կարող, որովհետև B-ն 3 հարևան ունի, եթե միացնենք B-ին, B-ի մոտ արդեն 4 հարևան կստացվի։ Հետևաբար միակ տարբերակը, որ մնում է, դա Ե-ի եւ D-ի հարևանությունն է։ Ստացվեց, որ յուրաքանչյուրը 3 հարևան ունի, բացի D-ից, որովհետև D-ն արդեն ուրիշ ոչ մեկի հետ չեն կարող միացնել։ Յուրաքանչյուրի մոտ 3 հարևան ստացվեց, ում հետ էլ միացնենք կստացվի 4 հարևան։ Այսինքն օրինակ կառուցելուց ստացվեց, որ 4 մարզերի մոտ մենք ունենք 3-ական, իսկ մի մարզի մոտ 2 հարևան ընդամենը եւ չկարողացանք օրինակ կառուցել։ Իսկ միգուցե մենք օրինակը վատ ենք կառուցում, ավելի լավ օրինակ կառուցելու դեպքում հնարավոր է ամեն ինչ իրականացնել։ Իրականում հնարավոր չէ, ու դա ունի կոնկրետ պատճառ, ինչը օրինակ կառուցելու ընթացքում ես նշում եմ, այսինքն շուտով կգրենք արդեն թե ինչ պատճառներն են մեզ խանգարում, որ մենք չենք կարողանում այդպես անել, բայց օրինակ կառուցելու միտքը շատ լավ է օգնում խնդիրը հասկանալ։ Հիմա ինչ անենք արդեն սրանից հետո։ Եթե հիշում եք, օրինակը կառուցելու ընթացքում ես կոնկրետ նշում էի, որ տեսեք A-ն միացրինք B-ին, ու դրա ընթացքում մեզ մոտ միանգամից 2 մարզ հարևան ստացան։ Այսինքն ամեն մի հարևանության գիծ, չգիտեմ սրանց ինչպես այլ ձև կարելի էր անվանել, հարևանության գիծ թող մնա։ Ամեն այսպիսի հատված մեզ մոտ հարևանություն է ավելացնում իր 2 ծայրակետերին էլ, 2 մարզերին էլ։ Շատ լավ։ Ինչ է ստացվում դրա արդյունքում։ Եթե մենք դիտարկենք A-ի բոլոր հարևաններին, B-ի բոլոր հարևաններին, C-ի բոլոր, D-ի բոլոր եւ Ե-ի բոլոր հարևանների քանակները իրար գումարենք, մենք այնտեղ պետք է հաշվենք այս հատվածների կրկնապատիկը։ Ինչու՞, որովհետեւ երբ մենք հաշվում ենք A-ի հարևանների քանակը, մենք հաշվում ենք օրինակ B-ին, որը A-ի հարևան է, բայց երբ մենք հաշվում ենք B-ի հարևանների քանակը, մենք A-ին էլ ենք հաշվում։
Այսինքն, իսկ հատվածն էլ մեզ մոտ երկու հարևաններ էր իրար միացնում, նշանակում է, որ ընդհանուր բոլոր այսպիսի հարևանների քանակների գումարը հատվածների կրկնապատիկին է հավասար ստացվում արդյունքում։ Դա եկեք արդեն բառերով նկարագրենք, որպեսզի ամեն ինչ ավելի հասկանալի լինի։ Նկատենք, որ յուրաքանչյուր հարևանության գիծ միացնում է երկու մարզ, ուստի եթե հաշվենք բոլոր այդպիսի բոլոր մարզերի հարևանների քանակները միասին, ահա, բոլոր մարզերի հարևանների քանակները միասին, այսինքն յուրաքանչյուր մարզի հարևանների քանակները իրար գումարենք։ Պետք է ստանանք գծերի քանակի կրկնապատիկը։ Ահա, յուրաքանչյուր հատված պատկանում է երկու մարզի և երբ մենք հաշվում ենք, թե մարզը ում հետ է հարևանության մեջ, մենք հաշվում ենք հենց մարզից, այսպիսի կետից քանի հատված է դուրս գալիս։ Դա նույնպես կարող ենք մանրամասնել այստեղ, սա պնդումը ձևակերպեցինք այսպես ասած, հիմա այստեղ մի քիչ մանրամասնենք այդ կտորներ, որպեսզի ձեզ մոտ ավելի լավ տպավորվի։ Այսինքն, երբ հաշվում ենք հարևանների քանակը, ահա, հաշվում ենք, թե քանի գիծ է դուրս գալիս։ Հաշվում ենք, թե մարզից քանի հարևանության գիծ է դուրս գալիս։ Եվ քանի որ կամ և յուրաքանչյուր գիծ հաշվում ենք երկու մարզի կողմից։ Ահա։ Շատ լավ։ Սա էլ արդեն մանրամասնումներ, թե ինչու է այս պնդումը ճիշտ, այսինքն յուրաքանչյուր հարևանության գիծ միացնում է երկու մարզ, հաշվենք բոլոր մարզերի հարևանների քանակները միասին, պետք է ստանանք գծերի քանակի կրկնապատիկը։ Սա ինչ որ ձև ներկայացրինք, եւ ահա այս կտորներ մեզ մոտ ինչ որ բացատրություն է իր մեջ պարունակում, բայց հիմնական բացատրությունը սա է, թե ինչու է մեր կատարած պնդումը ճշմարիտ, որովհետև հարևանների քանակը հաշվելուց մենք հաշվում ենք յուրաքանչյուր այսպիսի մարզից դուրս եկած գծերի քանակը, եւ քանի որ ամեն այսպիսի գիծ երկու մարզը իրար միացնում, մենք հաշվում ենք երկու անգամ, մի անգամ առաջին մարզի կողմից, մի անգամ երկրորդ մարզի կողմից։ Դրա համար այս հարևանների քանակները իրար գումարելուց մենք ստանում ենք գծերի քանակի կրկնապատիկը, ինչը ուղղակի նշանակում է, որ այդպիսի հարևանների քանակի գումարը պետք է լինի զույգ։ Ուստի այդ հարևանների քանակը հարևանների ընդհանուր քանակը կլինի զույգ։ Ու սա միշտ է ճիշտ, այսինքն այսպիսի խնդիրներում սա միշտ պետք է լինի զույգ։ Բայց մենք կարող ենք նկատել, որ 3 անգամ 5-ը, դե յուրաքանչյուրը պետք է 3 հարևան ունենար, հավասար է 15-ի, որը զույգ չէ։
որտեղից էլ հետևում է, որ Արեգը ստախոս է։ Շատ լավ, մենք ընդհանուր ավարտեցինք խնդրի լուծումը, սակայն պետք է ամփոփում կատարել եւ եւս մեկ անգամ նշել այս պնդման կարեւորությունը եւ թե ինչքան կիրառական է այն։ Իրականում այսպիսի գծագրերին անվանում են գրաֆներ, մենք ունենք այստեղ կագատ եւ կողեր, բայց դրան այս պահին ուշադրություն չդարձնենք։ Ընդհանուր մենք ուղղակի գծեցինք մեր խնդիրը համառոտագրեցինք, այսպես ասած, պատկերելով կետերի օգնությամբ մարզերը, իսկ հատվածների օգնությամբ հարևանության գծեր ենք դրանց անվանում։ Ամենասկզբում փորձեցինք օրինակ կառուցել, մեզ մոտ դա չստացվեց, որովհետև դա արդյունքում բացատրեցինք, թե ինչու չստացվեց, բայց ամենասկզբում մենք ուղղակի նկատեցինք, որ հատվածների քանակը, որ ինչ որ բան, քաղաք, մարզերից ինչ-որ մեկը ունենում է զույգ քանակությամբ, այսինքն եթե այս ամենը հաշվելուց հետո նկատեք, մենք ունենք այստեղ 4 հատ 3-ների գումար, դրան ավելացրած 2, այսինքն 14 ունենք ընդհանուր, որը զույգ քանակ է, իսկ արդեն մեր հարևանության գծերի քանակը 7 է, կարող եք ինքնուրույն հաշվել, որ 7 հատ է արդյունքում ստացվում։ Շատ լավ, այսինքն մեր արած պնդումը ճշմարիտ է, հիմա մենք այստեղ օրինակ փորձեցինք կառուցել, չստացվեց մեզ մոտ ու հետո սկսեցինք հասկանալ, թե ինչու չէր ստացվում մեզ մոտ օրինակ կառուցել։ Նկատեցինք, որ յուրաքանչյուր գիծ միացնում է երկու մարզ, այսինքն երբ մենք դիտարկում ենք ինչ-որ մարզի հարևան լինելը մնացածի հետ, մենք ուղղակի հաշվում ենք, թե քանի հարևանության գիծ է դուրս գալիս կոնկրետ մարզից։ Հետո, եթե մենք վերցնենք եւ գումարենք բոլոր մարզերի հարևանությունների քանակը, ուղղակի կնշանակի, որ մենք հաշվում ենք, թե A-ից քանի գիծ է դուրս գալիս, հետո գումարում ենք B-ից քանի գիծ է դուրս գալիս, C-ից, D-ից եւ E-ից։ Ու առհասարակ էական չէ, թե ինչպես են այդ գծերը դուրս գալիս եւ ում են այդ գծերը միանում։ Էական է այն, որ մենք հստակ գիտենք, որ ամեն գիծ երկու մարզ է միացնելու, ուստի մենք եթե հաշվել ենք A-ից դուրս եկող ինչ-որ գիծ, դա այլ մարզ է մտնելու, ինչ-որ այլ մարզ, էական չէ թե որ մարզը, և մենք այդ գիծի երկրորդ անգամ հաշվելու ենք այդ մարզի կողմից։ Օրինակ, այս գիծը դեպի են գնաց, մենք հաշվեցինք B-ի քանակը, C-ի քանակը, D-ի քանակը և երբ եկանք արդեն են հաշվելու, մենք այս գիծը հաշվեցինք երկրորդ անգամ։ Հետևաբար, եթե մենք վերցնենք ու գումարենք բոլոր մարզերից դուրս եկած գծերի քանակը, բաժանենք երկուսի, պետք է ստանանք ընդհանուր գծերի քանակը առանց կրկնությունների, ինչն էլ ուղղակի նշանակում է, որ այդ յուրաքանչյուր մարզից դուրս եկած գծերի քանակների գումարը պետք է լինի զույգ, իսկ մեզ մոտ խնդիրը ասում էր, ըստ խնդրի Արեգը պնդում էր, որ յուրաքանչյուր մարզ պետք է 3 այլ մարզի հետ հարևան լինի, այսինքն յուրաքանչյուր մարզից 3 գիծ պետք է դուրս գա, ինչն էլ նշանակում է, որ ընդհանուր այդպիսի կրկնվողներով գծերի քանակը պետք է լինի 15, բայց 15-ը երկուսի չի բաժանվում։ Հետևաբար, այդպիսի իրավիճակ հնարավոր չէ կառուցել, ինչն էլ նշանակում է, որ Արեգը ստախոս է, նրա արած պնդումը սուտ է։ Այսքանով խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։